Հուլիսին Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է առնվազն 437 քաղաքացիական անձ։ Ռուսները Կրամատորսկի վրա 6 հզոր ռումբ են նետել, առնվազն 1 զոհ, 17 վիրավոր, ավերվել է մի 6 հարկանի շենք, հուշկ ու հրդեհ է բռնկվել։ Օդեսայի շրջան, այստեղ ավիահարվածից սպանվել են գնացքի մեքենավարը եւ նրա օգնականը, 317 ուղևորներ, այդ թվում 67 երեխաներ տարհանվել են ռմբակոծված գնացքից։ Արյունալի պատերազմի ավարտը չի երևում, անհագ մոլոքը խժռում է ռուսներին եւ ուկրաինացիներին, հատուկ ջոկատներն էլ հավաքում են սպանվածների դիերը։ Նախորդին տեղի ունեցավ փոխանակում, ռուսները 261 սպանված ուկրաինացու դիակներ հանձնեցին, ուկրաինացիներն էլ 24 ռուսաստանցու դիակներ։ Գերեվարվածների բախտը բերել է կյանքից գոնե չեն զրկվել։ Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձրել 8 գերիների, Ռուսաստանն էլ Ուկրաինային 7 ռազմագերի։ Դիակների եւ գերիների փոխանակումը կատարվել է Բելարուսի տարածքում, Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում։ Պատերազմը շարունակվում է։ Չերկասի 5 մարդ վնասվածք է ստացել Սմիլա ավանում, օդային հարվածից 9 հարկանի շենքը հրդեհվել է։ Այդ հարվածը ռուսները հասցրել են 1 օր անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը։ ՄԱԿ-ի փորձագետները սարսափելի վիճակագրություն են հրապարակել։ Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության, այս տարվա հուլիսին Ուկրաինայում սպանվել է կամ վիրավորվել է ավելի շատ քաղաքացիական անձ, քան 2022 թվականի փետրվարից ի վեր ընթացող պատերազմի ցանկացած ամսում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Դանիելա Գրոս դե Ալմեյդա The UN Human Rights Monitoring Mission verified that at least 430 ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը հաստատեց, որ հուլիսին Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է առնվազն 437 քաղաքացիական անձ եւ վիրավորվել է 2610-ը, ինչը 30%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ եւ 70%-ով ավելի 2025 թվականի հուլիսի համեմատ։ Իրական թիվը հավանաբար ավելի բարձր է, քանի որ մոնիթորինգի առաքելությունը շարունակում է տեղեկատվությունը։ As the monitoring mission continues to verify information. Ընդհանուր հաշվով 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսների հարձակումով մեկնարկած պատերազմի ընթացքում Ուկրաինայում ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդների զոհվել է առնվազն 16874 խաղաղ բնակիչ, այդ թվում 820 երեխա, վիրավորվել է 51273 մարդ, այդ թվում 3126 երեխա։